Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին երկօրյա այց կկատարի Հայաստան, հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաևը։ Մակրոնը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մայիսին Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մայիսի 5-ին նաեւ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Երևանի գլխավոր հատակագծով Իսակով եւ Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքներ են նախատեսվում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ճանապարհահատվածում արկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել։ Շուրջ 86 միլիոն դոլար արժողությամբ այս ճանապարհը մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման տարանցիկ լուծումներից մեկն է։ 4 ամիս առաջ Երևանում սպանված Չեչնիայի քաղաքացի 23-ամյա Այշատ Բայմուրադովային դեռևս չեն հուղարկավորել քննչական կոմիտեից Ֆակտոր TV-ին հայտնեցին, որ Բայմուրադովային հողին կհանձնեն Հայաստանում պետության միջոցների հաշվին։ Երիտասարդ չեչենուհու մարմինը Երևանի Դեմիրճյան փողոցում հայտնաբերել էին անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով Բայմուրադովային խեղդամահ են արել ապա լքել երկիրը։ Սպանության դեպքով Հայաստանում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նրա սպանության մեջ կասկածվող երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանք հետախուզվում են։ Երթման արարողությունից հետո նոր զորակոչված զինծառայողները երկօրյա արձակուրդ կստանան, հայտնել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Վերջերս ավարտվել է ձմեռային զորակոչը եւ բանակում մեկնարկել է երթման արարողությունների փուլը, հավելել է նախարարը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը դաշինքի անդամ պետություններին է ներկայացրել փաստաթուղթ, որում ուրվագծվում են Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններում Ռուսաստանին ներկայացվող զիջումները։ Ըստ դրա խաղաղությունն ու անվտանգությունն անհնար են առանց բանակցություններին Եվրամիության մասնակցության եւ առանց Եվրամիության հիմնական շահերը հաշվի առնելու։ Կալասի ներկայացրած փաստաթղթում նաեւ նշվում է, որ եթե Ուկրաինան սահմանափակի իր զորքերի թիվը կամ նույնիսկ դուրս բերի դրանք որոշակի տարածքներից, Ռուսաստանը պետք է նույնն անի։ Ավելին այն պահանջում է նաեւ բացառել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների դե յուրե ճանաչումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Ուկրաինա ներխուժելու պատճառով։ Սա վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից 2014, 18 եւ 22 թվականներին սահմանված պատժամիջոցներին։ Դրանք երկարաձգվել են չնայած Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու հարցով եռակողմ բանակցություններին, որտեղ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ։